տեղի ունենում։ Ինքը չէ, ինչքան ինքը ուզում ալ ինքը գիտի, չէ՞ որ տալիս են իր գլխին Էրդողանն ու բանը, թուրքերը sense նվաստացրել են, բայց ասենք ասում են այնտեղ ինքը parze պարտադրել են, որ ասեն մեծարգո։ Ինչ է կատարվում։ Ինքը չգիտի, որ ինքը դա է։ Ես հոգեբան, սրանք մարդիկ են։ Այսպես այստեղից այնտեղից դուրս բրծած, որ կյանքում իրենք չէին պատկերացնի, որ իրենք բարձրաստիճան պաշտոնյաներ են լինելու։ Հիմա ես այսպես եմ կարծում, ամեն ինչ կուլ են տալիս։ Հա, նույնիսկ այդպեսի չէ, parz է շիշ վաճառելուց, փողոցում, չգիտեմ ինչ աշխատելուց, ծրիչ աշխատելուց դարձել են նախարար։ Իրենց դեպքում parz է։ Նիկոլը չգիտի, որ ինքը մեկ այլ արժեքային համակարգ չունեն, աղավաղված արժեքային համակարգ։ Փողը, պաշտոնը, հա, չգիտեմ ինչ որ անձնական այդ պահի բարեկեցությունը, որը հաստատ հողին է հավասարեցվելու, եթե դուք այս խաղաղություն կոչված քաղաքականությունը, հիմա տեսեք, ինչը սկսել են մի տեսակ փոքրից, հա, կնիքի վրայի Մասիսի այդ գծապատկերից են սկսել, թուրքի ներվերի վրա ազդում է, չէ, եկեք բան չանենք, հա, ահա, այն թուրքի, որը մինչև չվախեցնես չի խեղճանա, ինչ տեղը չի գտնի, հիմա, էլ ինչ է անում, ես համոզված եմ, Մաշտոցի գրքից հեռացրեցին, այո, տեսեք, Մասիսի նկատմամբ այս վերաբերմունքը արդեն բաց, դե թուրքի նյարդերի վրա ազդում է, իսկ ով է ասում, որ քո երեխայի գոյությունը թուրքի նյարդերի վրա չի ազդում, հաստատ ազդում է, ես հիշում եմ մի քանի տարի առաջ ասում են մեր երեխաներին կթռցնենք, կփախցնենք, վստահ եմ այդպես են մտածում, կփախցնենք, ինչի մասին է խոսքը, սպասեք համատարած, եթե այսպես լինի, թուրքին այսպես դուռ ու դարպաս թույլ տակ բացվել, համատարած մանկասպանության եւ եղեռնի պետք է սպասել, ես ամենևին չեմ չափազանցնում, Երանի թե ես սխալվեմ, բայց այդպես է, թուրքի նյարդերի վրա ազդում է հայի գոյությունը, մի քանի տարի առաջ հարցում անցկացրեցին Ադրբեջանում հենց իրենք, հա, իրենց լրատվամիջոցներն էր, թե հայ երեխա կսպանենք եւ դուք պետք է տեսնեիք, որ թուրք կինը, հա, միջին տարիքի կինը մեծ ոգևորությամբ ասում է ես հայ երեխա կսպանեմ։ Հիմա դուք էսում հետ եք խաղաղություն խաղում։ Հիշեք այս կանանց ճակատագիրը։ Հիշեք այս կանանց ճակատագիրը, դա հեռու չէր 3 տարի առաջ։ Ուրեմն ազգային բնավորությունը մի բան է, որ տարիների ընթացքում գրեթե չի փոխվում։ Գրեթե չի։ Անկամ ասում են տասնամյակների ընթացքում, հարամյակների, այո։ Գիտեք, դա ինչ է ամբողջ էթնոգենեզի ընթացքում ձևավորվում է։ Հիմա այնպես որ Թուրքի ազգային բնավորությունը ձեր տանը նստած, հա, այդպես փիլիսոփայական մտորումների մեջ մի ընկեք եւ մի ասեք 21-րդ դարն է, հարևան, առևտուր, չգիտեմ ինչ, թուրքը մնում է թուրք, եւ ես պիտի ասեմ, որ հայն էլ հայ է մնում։ Մենք էլ մեր բոլոր ուժեղ ու թույլ կողմերով այն ենք ինչ կանք։ Բայց տեսեք, շատ Թուրքի բնույթի մասին շատ հետաքրքիր բաներ կան, հա, նույնիսկ մասնագիտական դիտարկումներ կան։ Երբ է թուրքը, օրինակ շատ հետաքրքիր է մի հայտնի ազգագրագետ կա Սվետլանա Լուրիան, ինքը շատ նրբորեն ուսումնասիրել է ներսից, հա, Թուրքիան, դեռ մինչև այս իրադարձությունները։ Եվ մի բան էլ թուրքը ուժեղ է, երբ ինքը խմբով է։ Շակալ է, շակալների այդ խմբային վարքի ժամանակ Բորենիների նման ամենավերջին դաժանություններին կդիմեն։ Բայց եթե իրենք միայնակ են, թուլացած են, իրենք այն նույն ստորաքաշությունը, որ մենք հիմա ենք տեսնում, այս մեր թուրքերի կողմից, այդ նույն վիճակում են գտնվելու։ Հիմա եւ այսպես աստիճանաբար կհասնեն մեր զինանշանից, ուրեմն Մասիսի պատկերը հանելուն, առհասարակ մեր տներից, հա, ուրեմն վերնիսաժում Մասիսի նկարները կանհետանան, հա, եւ առհասարակ հայ բառը ամեն մի հայկականը թուրքի նուրբ լարերի վրա ազդում է։ Բայց դուք եկեք մեռնենք, որ խաղաղություն։ Բայց դուք ամենակարևոր բանը ասեցիք, եթե այսպես թույլ հանձնվող արդեն էս պայքարի ընդունակի մի հատ ինչ-որ շերտ կա, չէ՞ որ մտածում եմ դե ոչինչ հիմա այդ Արարատով էր, բայց դուք ամենակարևորը ասեցիք, իսկ ով ասաց, որ ձեր երեխան նույնպես իրենց նյարդերի վրա չի ազդում։ Հաստատ ազդում է եւ դա փաստեր կան։ Փաստեր կան։ Այնպես որ այսինքն սա միայն Արարատի կռիվ չի, Մաշտոցի կռիվ չի։ Մենք իրականությանը պիտի նայենք բաց աչքերով,
նույնիսկ Ձեր ապրել, մեր ապրել, չապրելու, լինել, թե չլինել, ընդհանրապես այս տարածքում, այս լինելու է, թե չի լինելու եւ ասում եմ, խելամիտ մարդիկ ասում էին Թուրքիայի Էրդողանի նկարտումները Հայաստանն է, որ Հայաստանը այս տարածքը լինելու է առանց հայերի։ Տեսեք, Անժելա, Ալիևը այն այլ այնտեղ, հայ մեծամոլության ուրեմն վիճակներում է գտնվում։ Հասել է նրան, որ իրեն թույլ է տալիս, ասում է հայ ժողովուրդը հիվանդ է։ Հա? Եվ ոչ մի ծպտում, ոչ մի պատասխան։ Ես ուզում եմ Բայց լրփազգինն են այնպես է լրփան։ Ես ուզում եմ այդ հարցին անդրադառնալ։ Տեսեք, իսկապես մենք այսօր տկար ենք։ Այսօր մենք տկար վիճակում ենք, մեզ բերել են, հասցրել են զոհի հոգեբանության այսպես բնորոշ գծեր այսօր մեր մոտ կա։ Բայց դա չի նշանակում, որ դա մեր ավարտն է, հա, որովհետև զոհի էլ տարբեր կեցվածքներ են լինում, տարբեր տեսակներ են լինում։ Ես այստեղ ավելի շատ լավատես եմ, քան թե վատատես։ Բայց մի հատ եկեք Թուրքի կերպարին նայել։ Լսեք, ադրբեջանցիներ, թուրքեր, ինչ եք տվել քաղաքակրթությանը։ Այն ինչ ունեք գողացել։ Բյուլբյուլ օղլի։ Այն ինչ ունեք գողացել եք, դուք մտնում եք ուրիշի սրբավայրերը, էլ ոչ այս կողմ, ոչ այն կողմ հայտարարում եք, որ դա ադրբեջանական է։ Այսինքն սա ինչ է։ Սա ամենապարզ գողությունն է, գողի հոգեբանությունն է։ Հիմա սա առողջ հասարակություն է, առողջ ազգ է, եթե գողի հոգեբանությամբ է ապրում։ Մի այսպես ես իմացա հետաքրքիր էր, որ Ադրբեջանում դեռ գյուղերում պահպանվում է մի հետաքրքիր սովորույթ, որ կոչվում է սիֆտա։ Սիֆտան մեր ժողովրդին այդ բառը ծանոթ է, այն որ առաջինը, որ առևտուր են, ասում են սիֆտա է։ Հա, առաջինն է, հա։ Նշանակում է առևտուր։ Ուրեմն ինչա բարձվում, այսպեսի ավանդույթ ունեն, հա, իրենք ադրբեջանական գյուղերում։ Ուրեմն երբ իրենց երեխան առաջին գողությունն է անում, օրինակ ասենք հարևանի հավին գողանում է։ Ողջունելի է։ Գերդաստանը հավաքվում է, ուրեմն քեֆ, ուրախություն ճաշկերում։ Այլանդակ ասում, այլանդակ։ Հիմա սա ձեր առողջությունն է, կամ եթե դուք քնած մարդուն սպանողին, որ նույնիսկ տղամարդ չարժի համարել, դուք հերոս եք դարձնում։ Իդեպ լավ կլինի, հիմա Նիկոլը լսի, Նիկոլ, այն որ գլուխը ցենց բանարած, մասնագետին լսի, գուցե տենց կարողա չէ հանդիպման ժամանակ ասի եղբայր իմ, հարազատ իմ, որ մենք գնում ենք խաղաղության, ճիշտ է դու շարունակում ես մորթել, շարունակում ես այդպիսի հայտարարություններ անել, վայրագություններ անել, մխրճվել ես մեր տարածք, Արցախում ցեղասպանություն ես արել, բայց քո ժողովուրդը շատ ավելի հիվանդ է։ Նիկոլ, լսի մասնագետին, խորքային հիվանդություն է, քան մեր այս ժամանակավոր տկարությունը։ Գլխատողին կացնահարողին հերոսացնել։ Մեզ համար, չգիտեմ, եւ ընդհանրապես ամեն մի Չէ, ավելի հիվանդ ազգ է, պատերազմից հետո իրանց արևին հաղթել են, չգիտեմ ինչ, թանգարան են բացում, մեր զինվորների հակուսներով չէ ինչ որ թանգարան են բացել, որտեղ երեխաները պիտի գնան, հարվածեն, ուրախանան, ավելի հիվանդ ողորմելի ազգ, ասա Նիկոլ, չի սպանի քեզ։ Ասա Ալիև, մի քիչ համարձակություն ունեցի, ասա Նիկոլ։ Արարատի այս թեման բարձրացնելու մեջ։ Իհարկե, նաև Մաշտոցին ջնջելու։ Իհարկե, առաջանում հայի սրտից մասիսը կարելի է պոկել հանել։ Եվ առաջին պատասխանը, որ ուզում ես տալ, իհարկե հնարավոր չի, բայց եկեք մենք էլի իրերին նայենք շատ իրատեսական աչքերով։ Արձագանքը տեսեք։ Տեսեք, օրինակ մեր սերունդը, միջին սերունդը եւ այլն, այո, մեզ գուցեև հնարավոր չէ։ Հիմնականում, հա, այսպես շոշո մեծամասնությամբ։ Որտե սովետական լուրջ կրթություն եք ստացել, պլյուս ազգային կրթություն։ Բայց հիմա, տեսեք, ինչ է արվում մեր մատաղ սերունդի հետ։ Այդ դասագրքերը, որ աղավաղում են եւ պատմության աղավաղումը մտել է արդեն Հայաստանի ներսում, ինչի դեմ մենք պայքարում ենք, ասում ենք թուրքերը հսկայական բան են, հա, ներդրումներ են կատարում, որ պատմություն աղավաղեն եւ այլն, դա եկել է մեր տուն, տան մեջ։ Հիմա եթե այդ երեխաները իրենց դասագրքում Բեսրոպ Մաշտոց չեն տեսնում, Մասիսի նկարը հաստատ կհանեն։ Գիտեք ինչ, այդ միջավայրում կձևավորվեն մարդիկ, ում համար Մասիսը ինչ որ հերավոր իրենց պապերի եւ այլնի համար կարևոր մի բան է եղել։ Այսինքն մենք պիտի վտանգները տեսնենք, չպիտի անտեսենք, չպիտի ասենք չէ դա հնարավոր չէ։ Ես հիշում եմ, երբ նոր թուրքերից մենք լսում էինք, որ ցեղասպանություն են, ասում են չի եղել, հա, այդ նեգացիոնիզմը, այդ ժխտողականությունը։ Մարդիկ մի ցակ ժպիտով ասում են ոնց կարելի է տենց բան, ոնց կարելի է տենց փաստերի դեմ։ Բայց դուք տեսնում եք, որ իրենք ինչ աշխատանք են տանում, վերջը գալիս են իրենց դրածո թուրքերը այստեղ,
հայի ազգանուններով, նույն բանն են ասում։ Այսինքն իրենք հետևողականորեն աշխատում են, ամեն մի հայկականը իրենք ոչնչացնելու են։ Ավելի լավ է մենք մտածենք մեր արժանապատիվ ինքնավստահ կեցվածքի մասին,